Արցախի նախկին պետնախարարը նամակ է գրել բանտից, պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Ռուբեն Վարդանյանի խոսքով Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելը հարկադրված որոշում էր, քանի որ միջազգային իրավունքի նորմերի հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Ժամանակի ընթացքում վիճակը միայն վատ թարացավ։ Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից սահմանափակվում է միայն այս գործընթացը ձևական օրինականության ապահովմամբ։ Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին, ինձ պետք չէ պաշտպանության պատրանք, ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում, գրել է Վարդանյանն իր նամակում։ Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը։ Նյութերին հասանելիություն ունենալը միջև օրս մերժվում է, ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին։ Դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը։ Ինձ դատարանում պաշտպանելու հնարավորություն չի տրվել։ Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ դատական նիստերին պատրաստվելու համար։ Հասանելիություն չեմ ստացել ձայնային եւ տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց։ Իմ բոլոր միջնորդությունները քննչական մարմինները եւ դատարանն անտեսել են։ Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան։ Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը։ Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը, վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության եւ արդարության որևէ նշույլից։